20,000 դրամ, հեցի 6,800 աշխատակիցների կեսը 3,400-ը բացատրվել են 3,000 դրամի ցածր շեմով։ Ինչ են, այսպես ասած, զում ցույց տալ, արդյոք իսկապես օբյեկտիվ են այս դիտարկումները, արդյոք իրենք այս բանի փաստացի ավելի լավ են կառավարում, որ հնարավորություն են տալիս, որ աշխատավարձերը բարձրանան։ Ամերիկնարկեմ գործընկերս է կարծում եմ կանդրադառնա, տեսեք, սրանից լավ քաղաքական մանիպուլյացիա կարծում եմ չի կարող լինել, հա, սա հերթական պոպուլիստական զրույցներ, ինքս հետևել եմ այդ հանդիպմանը, ինչ ահա երկրի գործադիր իշխանության ղեկավարը հանդիպում է հեցի ժամանակավոր պաշտոնակատարի, այն ժամանակավոր պաշտոնակատարին, որի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանը, Ստոկհոլմյան դատարանը, ապահովել է, հա, դիմումը Կարապետյանների ընտանիքի եւ ըստ էության հստակ արձանագրել է, որ հեցի հետ կապված ողջ իրավական գործընթացները պետք է դադարեցնեն, որովհետեւ այս ժամանակավոր պաշտոնակատարը իմ գնահատմամբ ակնհայտ հակասահմանադրական խնդրահարույց օրենքների հիման վրա է նշանակվել։ Մի փոքր նախապատմություն ու շարունակենք, ինչ տեղի ունեցավ։ Սամվել Կարապետյանը ապօրինաբար ազատազրկվեց, անմիջապես գործադիր իշխանության ղեկավար նույն օրը, հա, Facebook-յան հրահանգավորումներ էր իրականացնում, Facebook-յան գրառումներ էր կատարվում ու իր գրառումների հիման վրա տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի ձերբակալման ու կալանավորման գործընթացը, այնուհետև ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարվեց, որ մեկնարկում են հեցի ազգայնացման գործընթացը, ու ինչ կարևոր է, որ այս կազմակերպությունը պետական լինի։ Դրան անմիջապես հաջորդող մեկ շաբաթ անց ներկայացվում է երկու նախագիծ օրենքների էներգիայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենքներում փոփոխություններ լրացումներ են կատարում, այդ նախագծերի վերաբերյալ կառավարությունը ըստ էության բացասական եզրակացություն է տվել։ Հաշվի չեն առնում այդ շուրջ 10-ի հասնող լրջագույն դիտողություններն ու առաջարկությունները, արագացված կարգով 24-ժամյա ռեժիմով ընդունում են այս օրենքները, որոնք կրկնում եմ ակնհայտ հակասահմանադրական են, որովհետեւ բացի այն, որ Սամվել Կարապետյանի անձնական անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ապօրինի անազատության մեջ է հայտնվում, նաև սեփականության իրավունքն է մեր երկրում թիրախավորվում։ Մեր սահմանադրությունը այո ունի սեփականության իրավունքի սահմանափակման երկու դեպքեր։ Սա երկուսից որևէ մեկը չէր եւ այդ ընթացակարգի արդյունքում հիմնարար սեփականության տնտեսական իրավունքը ոտնահարելով օրենքները ընդունում են, դրա հիման վրա արդեն սեփականատերերը դիմում են միջազգային արբիտրաժ, հայցի ապահովումը բավարարվում է, ասում են, որ դուք այսպիսի ձևաչափով իրավունք չունեք գործընթացը շարունակել, Հայաստանի Հանրապետություն։ Ինչ է անում մեր կառավարությունը։ Մեր կառավարությունը անտեսում է հղում կատարելով ներքին օրենսդրության հանրային շահդրույթին, որը ըստ էության ծայրահեղ միջոց պետք է լիներ, ու արդյունքում անտեսելով շարունակում է հեցի նկատմամբ գործընթացները։ Հիմա ներկայումս մենք հանգրվանել ենք այնպիսի իրավիճակի, սա էլ ասեմ, որ բոլորս հիշում ենք, հա, սա եւս քաղաքական մանիպուլյացիան, ես կհրավիրեի ձեր ուշադրությանը։ Այս իշխանությունը եւ կոնկրետ պաշտոնատար անձը, որը հիմնավորում էր, թե ինչքան կարեւոր է, որ հեծը ազգային լինի, հիմա իրանք տարբեր ամբիոններից ու հարթակներից քննարկում են հեծի այլ սեփականատեր գտնելու, մասնավոր գտնելու հարցը։ Այսինքն ունենք իրավիճակ, որ կոնկրետ իրենց հակասում են իրենց հայտարարություններում եւ գործընթացներում։ Երկրորդ, հանդիպումը տեսանյութը, որտեղ վարչապետը եւ հեծի ժամանակավոր կառավարիչը հանդիպում են։ Սա հերթական հակաիրավական process-ներ, բացի այդ տնտեսական հաշվարկներին անդրադառնալուց, որովհետեւ օբյեկտիվորեն հնարավոր չի, հա, այս մի քանի ամսում ընդամենը երբ է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատարը, շուրջ 5 ամիս է անցել, օբյեկտիվորեն հնարավոր չէր այդքան արդյունավետ կառավարում ապահովել։ Բնականաբար այդ մարդը եկել է ու արդեն ներդրված համակարգերի հիման վրա շարունակել է կառավարումը, անգամ 1-2 ամիս անհրաժեշտ է ցանկացած նման մասշտաբի կազմակերպություն մտնելուց ընդհանրապես կարողանալ ծանոթանալ ենթակառուցվածքներին ու կառավարման համակարգին, ել չասեմ աշխատակիցներին, հա, որովհետև հեծումի տարբերություն այլ կազմակերպությունների հազարավոր աշխատակիցներ կան ամբողջ համապետական մակարդակով, որովհետև ենթակառուցվածքներ ունեցող ցանցային համակարգ է։ Ու բնականաբար այդ ներկայացումը արդյունավետ կառավարման պարգևավճարների անգամ իրենց աշխատավարձի դա Կարապետյանների ընտանիքի
ներդրման, կազմակերպման, արդյունավետ կառավարման հետևանքներն է, որ իրենք փորձում են գույքագրել ի հաշիվ իրենց իշխանության։ Ու ի վերջո այդ տեսանյութը ծայրահեղ հակաիրավական էր, որովհետև մեր երկրի վարչապետը իրեն թույլ տվեց տալու գնահատականներ։ Ինչ ասեց, որ սա ըստ էության փողերի լվացում է։ Ես առաջի օրը, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է կալանքի միջնորդությունը, երբ քննվում էր, դատանի դիմաց կանխատեսել է ճակերտավոր, որովհետև արդեն քաղաքական հետապնդումները մեր երկրում ցավոք սրտի դարձել են կանխատեսելի, որ շուտով նման հանցակազմեր եւ լրացուցիչ հոդվածներ են լրակազմելու մեղադրանքը, եւ երբ վարչապետը տեսախցիկների առջեւ ասում գնահատական է տալիս որևէ գործընթացի կամ արարքի, նա դրանով ուղղակիորեն ուղղորդում է իրավապահ մարմիններին։ Սա նորմալ իրավական պետությունում ունենար իրավական հետևանքներ եւ ծայրահեղ անթույլատրելի է։